Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյան, խնդրեմ պարոն վարչապետ, համեցեք մինչև 1 ժամ։ Շնորհակալ եմ ազգային ժողովի մեծարգո նախագահի հարգելի տեղակալ եւ բացակա տեղակալ նույնպես հարգելի ազգային ժողովի հարգելի պատգամավորներ, կառավարության հարգելի անդամներ, հարգելի ներկաներ, սիրելի ժողովուրդ։ Քննարկում ենք Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների ծրագրի 2024 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցը եւ առաջին բանը, որ պիտի ընդգծեմ, այն է, որ 2018 թվականի ժողովրդական ոչ բռնի Թավշյա հեղափոխությունից հետո միայն 2024 թվականի արդյունքներով Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտները ավելի քան կրկնապատկվել են, ավելանալով 1.3 տրիլիոն դրամով։ Սա այսօրվա փոխարժեքով ավելի քան 3.3 միլիարդ դոլար է, այսինքն հեղափոխությունից հետո միայն 2024 թվականին Հայաստանի պետական բյուջե մուտք է եղել հավելյալ 3.3 միլիարդ դոլար։ Պետք է ընդգծել, որ ժողովրդական ոչ բռնի Թավշյա հեղափոխությանը նախորդող տարիներին նույնպես Հայաստանի պետական բյուջեի եկամուտները աճ ունեցել են եւ սա որևէ մեկը չի կարող ժխտել։ Բայց 2018 թվականի հեղափոխությունը բյուջեի աճին նոր տեմպ է տվել ու բոլոր միջինացված թվերը հանած միայն հեղափոխության բերած տեմպի շնորհիվ Հայաստանի Հանրապետության պետական բյուջե 2018-ից 2024 թվականը լրացուցիչ մուտք է եղել ավելի քան 1 տրիլիոն 684 միլիարդ դրամ կամ 4.2 միլիարդ դոլար։ Սա կրկնում եմ այն գումարն է, որ պետական բյուջե մուտք է եղել նախորդող շրջանի, մասնավորապես 2011-2017 թվականների բյուջեի աճի միջինացված թվերից ավել։ Այսինքն, հեղափոխական 7 տարիների ընթացքում Հայաստանի Հանրապետության պետական բյուջե մուտք է եղել հավելյալ 4.2 միլիարդ դոլար։ Եվ սա ուշադրություն դարձրեք։ Քովիդի համավարակի եւ պատերազմի տարվա ներառմամբ եւ այս թվի մեջ բնականաբար չի ներառված պետական պարտքը չի հաշվառվում ընդհանրապես որպես պետական բյուջեի եկամուտ։ Այս թվի մեջ չեմ ներառել նաեւ Հայաստան համահայկական հիմնադրամի կողմից 2020 թվականին պետական բյուջեին փոխանցված գումարները։ Այսինքն խոսքը բյուջեի մաքուր հեղափոխական եկամտի մասին է։ Սա ասում եմ նաև այն քննադատություններին ի պատասխան, թե մեր կառավարությունը հեղափոխությամբ եկավ իշխանության եւ մոռացավ թալանածը ետ բերելու խոստումը։ Բայց 4.2 միլիարդ դոլարը օդից է ընկել, սիրելի ժողովուրդ, հարգելի ներկաներ, որտեղից այս 4.2 միլիարդ դոլարը։ Թալանվածը ետ բերելու համար նախ պետք է հասկանալ թալանվածի տեղը եւ թալանի մեխանիզմը, որն առաջին հերթին ստվերային տնտեսությունն է, արհեստական մենաշնորհները, հարկերից խուսափելը։ Եվ այս երևույթների դեմ պայքարում է ձևավորվել վերը նշված հավելյալ, կրկնում եմ, լրացուցիչ, հեղափոխության բերած 4.2 միլիարդ դոլար բյուջետային եկամուտը։ Պետք է խոստովանեմ, որ թալանվածը ետ բերելու, հանցագործներին պատժելու հեղափոխական օրակարգը մոռացության մատնելը մեր հասցեին ամենահաճախ հնչող մեղադրանքն ու քննադատությունն է։ Բայց ուզում եմ միանգամից ասել, որ կտրականապես մերժում եմ այդ քննադատությունը հետևյալ պատճառաբանությամբ։ 2018 թվականի ժողովրդական ոչ բռնի Թավշյա հեղափոխությունը այո տվել է թալանվածը ետ բերելու, հանցագործներին պատժելու խոստում։ Բայց հեղափոխությունը եւ անձամբ ես խոստացել ենք նաեւ, որ հեղափոխության հաղթանակից հետո Հայաստանում վենդետաներ չեն լինելու, որ Հայաստանը լինելու է օրենքի եւ իրավունքի գերակայության երկիր։ Ուրեմն ինչպես ենք համատեղելու այդ թվում է իրար հակասող օրակարգերը։ Իրականում օրակարգերը իրար չեն հակասում եւ մենք հենց այդ օրակարգերի իրակցմամբ ենք զբաղված եղել եւ շարունակում ենք դրանով զբաղվել, այն է,
բացառել վենդետաները, վերադարձնել թալանվածը, պատժել հանցագործներին եւ Հայաստանի Հանրապետությունը չդարձնել բեսպրեդելի սև խորշ աշխարհի քարտեզի վրա, այլ ընդհակառակը օրենքի գերակայությունը դարձնել անշրջելի եւ ինստիտուցիոնալ։ Սա հարցի իրավաքաղաքական եւ բարոյական կողմն է, բայց կա նաեւ գործնական կողմը։ Խնդիրն այն է, որ ինչպես ասել եմ բազմիցս, թալանվածը պահեստավորված չէ մի կոնկրետ հասցեում, որ գնաս բարձես բեռնատարները եւ վերադարձնես։ Թալանվածը տեղաբաշխված է տարբեր տեղերում, տարբեր ձևերով։ Երբեմն դա Հայաստանում է, երբեմն արտերկրում, երբեմն մեզ հայտնի անձանց անունով է, երբեմն մեզ լրիվ անծանոթ դրածո անձանց անունով, երբեմն անշարժ գույք է, երբեմն գումար, երբեմն արվեստի գործ, երբեմն բաժնետոմս, երբեմն գոհացված է անհատից, երբեմն կառավարությունից, երբեմն համայնքից, երբեմն իրավաբանական անձից։ Երբեմն օտարված է երրորդ անձի, որը բարեխիղճ ձեռքբերող է եւ կապ չունի թալանի եւ կոռուպցիոն սխեմաների հետ, շուկայում տեսել է իրեն հետաքրքրող ապրանք եւ օրինական կերպով պարզապես գնել։ Ինչ ենք մենք արել ուրեմն։ 2019 թվականից սկսել ենք թալանի գործյան հանգույցը արձակելուն ուղղված համակարգ ձևավորել։ Այդ գործը արել ենք հետևողական ու սկզբունքորեն։ Այդ գործը հետևողականորեն շարունակել ենք COVID-ի համավարակի, պատերազմի, ետպատերազմյան ճգնաժամի, տարածաշրջանային էսկալացիաների, համակարգային թալանի դիրքերից հանդես եկող քաղաքական ուժերի դիմադրության, աշխարհակարգի փլուզման, Հայաստանի ժողովրդավարական իմիջը միջազգայինորեն պահպանելու կենսական անհրաժեշտության պայմաններում, զուգահեռ տնտեսությունը աճեցնելով աննախադեպ չափերով 43.5%-ով։ Ուշադրություն դարձրեք։ 2018-24 թվականներին Հայաստանի տնտեսությունը աճել է, իրական աճի մասին է խոսքը, 43.5%-ով։ Ինչպես վեր նշեցի, այս ողջ գործընթացի զուգահեռ բյուջեին բերելով լրացուցիչ 4.2 միլիարդ դոլար եկամուտ, ապահովելով մեր երկրի կայունությունն ու անկախությունը, մեծացնելով մեր երկրի ինքնիշխանությունն ու ինքնիրույնությունը, ապահովելով եւ երաշխավորելով երկրի ինքնիշխանության ամենանվազագույն ատրիբուտներ, օրինակ, որ Հայաստան մուտք գործող եւ Հայաստանից դուրս եկող քաղաքացիները անձնագրային հսկողություն անցնեն միայն ու միայն Հայաստանի Հանրապետության սահմանապահ զորքերի զինծառայողների կողմից։ Ճոխություն, որ մեր պետությունը 33 տարիների անկախության շրջանում իրեն այդպես էլ չէր կարողանում թույլ տալ։ Եվ այս ամենին զուգահեռ ստեղծել ենք ապօրինի գույքի բռնագանձման համակարգ, դատախազության կողմից համայնքային շահերի պաշտպանության համակարգ, այս համակարգերը այլևս Հայաստանի Հանրապետության իրավակարգի անբաժանելի մաս են, որպես ինստիտուտ, որը գոհացված գույքերի վերադարձի գործընթացը դուրս է դնում էմոցիաների եւ քաղաքական նպատակահարմարությունների դաշտից։ Կառավարող մեծամասնությունը ոչ թե իր ձեռքն է վերցրել ապօրինի գույքի բռնագանձման համակարգը, այլ պետության եւ ժողովրդի համար ստեղծել է համակարգ, որը գործելու է ընդմիշտ։ Իսկ միթե թալանված այս ընթացքում ցակու ցրիվ չի լինում, ցակու ցրիվ չեն անում։ Ոչ, որովհետև ավելի քան 1.7 միլիարդ դոլարի առերևույթ ապօրինի ձեռք բերված գույք այս պահին գտնվում է կալանքի տակ եւ դա հնարավոր չէ օտարել։ Իսկ այն մասը, որը նույնիսկ այս պահին կալանքի տակ էլ չէ, էներգիայի պահպանման օրենքի տրամաբանությամբ, եթե գումար է, պետք է դառնա գույք, եթե գույք է, պետք է դառնա գումար կամ բաժնեմաս, եւ հենց դրա համար է ստեղծվել ապօրինի գույքի բռնագանձման համակարգը, որ այդ գույքերը տեղորոշի, գտնի, ապացուցի ու վերադարձնի պետությանն ու ժողովրդին։ Եթե նույնիսկ դա ձևակերպված է այլ դրածո անձանց անունով, եթե նույնիսկ դա թաքցնելու տարբեր մանիպուլյատիվ սխեմաներ են գործարկվում։ Բայց մի րոպե, ինչու ենք այսքան զգույշ։ Ինչ եղավ հեղափոխական իշխանությանը։ Մենք արդյոք կորցրել ենք մեր դուխը
թալանչիների իրավունքների համար ենք հոգ տանում, թե վախենում ենք նրանցից։ Ոչ ամենևին։ Մենք հոգ ենք տանում մեր պետության ու մեր ժողովրդի մասին, որովհետև ամենաթողություն, վենդետա հիշեցնող որևէ գործողություն այնպիսի վնաս կհասցնի մեր պետության միջազգային կերպարին ու հեղինակությանը, տնտեսությանն ու ներդրումային միջավայրին, որ նույնիսկ տասնյակ միլիարդավոր դոլարներով հնարավոր չի լինի այդ վնասը վերականգնել։ Այնքան կմեծացնի նման գործողությունը եւ տրամաբանությունը արտաքին անվտանգության մեր առանց այն էլ արկա խոցելիությունները, որ նման ճանապարհով գնալը կնշանակեր գործել ընդդեմ պետական շահի։ Մենք չենք գնում այդ ճանապարհով եւ իրականացնում ենք հեղափոխության ժամանակ մեր տված վենդետա չիրականացնելու, օրենքի եւ իրավունքի գերակայություն հաստատելու, Հայաստանը օրենքի եւ օրինականության երկիր դարձնելու եւ թալանվածը վերադարձնելու մեր խոստումները։ Մենք պաշտպանում ենք մեր ժողովրդի իրավունքը, որ թացը չորի հետ չխառնվի, որ որևէ անմեղ մարդ բանտում չհայտնվի, որ արդարություն ու արդարադատություն լինի երկրում եւ ոչ թե վրեժ կամ հաշվեհարդար։ Նաեւ այն պատճառով, որ մեր ժողովուրդը չի սիրել եւ չի սիրում բռնություն։ Մեր ժողովուրդը չի սիրել եւ չի սիրում ամենաթողություն։ Մեր ժողովուրդը չի սիրել եւ չի սիրում անարդարություն։ Իսկ ինչ կասեմ արդարության եւ արդարադատության մասին։ Միթե այստեղ մենք հասել ենք այն կետին, որ ուզում ենք հասնել եւ որն էր այդ կետը։ Իսկ մեր երազանքի կետն այն էր եւ շարունակում է մնալ այն, որ Հայաստանի Հանրապետությունում արդարադատությունը նշանակի արդարություն ու պետք է խոստովանել, որ չենք հասել այս կետին։ Այստեղ կանխատեսում եմ արդեն իսկ ավանդական դարձած քննադատությունը, թե մենք բաց ենք թողել դատավորների վետինգի հնարավորությունը։ Այս քննադատությունը իրականում տեղին չէ երկու պատճառով։ Նախ, ժողովրդական ոչ բռնի թավշյա հեղափոխության ժամանակ մենք պարտավորվել ենք, որ բոլոր պաշտոնյաները պետք է նոր Հայաստանում դրսևորվելու, իրենց ուժերը ներդնելու շանս ունենան եւ ճշգրիտ հավատանի ենք մնացել այդ խոստումին։ Եվ հետո Հայաստանում այսօր գործող դատավորների կազմը մոտավորապես 60%-ով նշանակվել է 2018 թվականից հետո։ Նաեւ չմոռանանք, որ մենք բառից բուն իմաստով 0-ից նոր հակակոռուպցիոն դատարան ենք ստեղծել 3 առաջին ատյանի վերաքննիչ եւ վճռաբեկ դատարաններով։ Բայց ինչքան էլ դժվար լինի խոստովանել, հակակոռուպցիոն դատարանի հանրային ընկալումները հաճախ չեն տարբերվում մեր մնացած դատարանների ընկալումներից։ Սա մեզ պիտի հուշի, որ խնդիրները եւ դրանց լուծումները այնքան էլ պարզ չեն, որքան կարող է թվալ, եւ վարչապետի պաշտոնից իմ 7 տարվա դիտարկումների համաձայն այս խնդիրներն առաջին հերթին կապված են այն իրավաբանական մենթալիտետի եւ կրթության հետ, որ երկար տարիներ հաստատվել է Հայաստանում։ Իսկ այդ մենթալիտետի համաձայն արդարադատությունը միշտ չէ, որ արդարություն է։ Այդ մենթալիտետի համաձայն արդարադատությունը երբեմն, ոչ միշտ, բայց երբեմն կարող է նմանվել տերովին տերն է տարել, անտերին գելը, հին ժողովրդական առածին եւ անհեթեթորեն ձգվող դատավարությունները սրա թերևս ամենավառ օրինակն են։ Այդ մենթալիտետի համաձայն արդարադատությունը կարող է հասանելի լինել միայն էլիտար փոքրիկ խմբակի եւ դրա մեջ տարօրինակ ոչինչ չկա։ Այս տրամաբանությունը ժամանակ առ ժամանակ արտահայտվում է թե օպերատիվ, թե քննչական, թե դատախազական, թե դատավորական օղակներում։ Ամոթ է արդյոք 7 տարի վարչապետի պաշտոնը զբաղեցրած մարդու կողմից նման խոստովանություն անելը։ Իրականում կամաչեի նման խոստովանություն անել, եթե առավելագույնը առաջ չլինեի նման վիճակ չունենալու համար, սկսած դատարանների շրջափակումից, վերջացրած դատաիրավական համակարգերում աշխատավարձերի շատերի կողմից անտրամաբանական համարվող բարձրացումից, շարունակած ամենատարբեր հնարավոր եւ անհնար կադրային փոփոխություններից ու ինստիտուցիոնալ բարեփոխումներից։
Բայց նշանակում է իմ ասածն արդյոք արձանագրում, որ Հայաստանում չի եղել, չկա ու չի լինելու արդարություն, ոչ ամենևին։ Իմ ասածը նշանակում է վճռականության վերահաստատում, որ արկա իրավիճակի հետ համակերպվելուց հրաժարվում ենք եւ հրաժարվելու ենք, որ անկախ եւ արդար դատական համակարգ ունենալու նպատակը պետք է իրագործվի միանշանակ եւ աներկբա, բայց սրա համար նախ պետք է հասկանալ, ախտորոշել եւ լուծել խնդիրները եւ այս ճանապարհին լինել սկզբունքային եւ հետեւողական։ Եվ ուրախ եմ արձանագրել, որ դատաիրավական համակարգում կան բազմաթիվ մարդիկ, դատավորներ, դատախազներ, քննիչներ, օպերատիվ աշխատողներ, ովքեր վերը նշված օրակարգը իրենց անձնականն են համարում եւ պիտի աներկբա ասեն, որ այդ մարդիկ ունեն ժողովրդի, նրա ներկայացուցիչ քաղաքական մեծամասնության եւ կառավարության աջակցությունը։ Եվ այդ աջակցությունը պետք է արտահայտվի ինստիտուցիոնալ խնդիրները հասկանալով եւ դրանց լուծում փնտրելով։ Երբեմն մտածում եմ, որ արդարության եւ արդարադատության միջև առկա ճեղքի մասին ընկալումներն ու իրականությունը կարող են կապված լինել նաեւ այն խնդրի հետ, որ մենք մեր կառուցակարգերով մեր դատական համակարգը էականորեն հեռացրել ենք ժողովրդից, ըստ էության կտրելով նրան ինքնիշխանի, այսինքն ժողովրդի եւ դատական համակարգի միջև օրգանական կապը եւ առաջիկա նոր սահմանադրության ընդունման համատեքստում մենք լրջորեն պետք է քննարկենք երթվյալ ատենակալների ինստիտուտի ներդրման հնարավորությունը։ Ես գիտեմ եւ հարգում եմ բոլոր այն փաստարկները, թե փոքր երկրում, որտեղ բոլորը բոլորին ճանաչում են, խնամի ծանոթ բարեկամ կապերը շատ ուժեղ են, երթվյալ ատենակալների ինստիտուտի ներդրման պարագայում մենք կարող ենք կանգնել արդարադատության չիրականացման խնդրի առաջ, բայց նախ մենք այսօր էլ ենք կանգնած այդ խնդրի առաջ եւ բացի այդ խնամի ծանոթ բարեկամ կապերը ինչպես եւ որքան կգործեն երթվյալ ատենակալների դեպքում, նույնքան գործում են այսօր օպերատիվ աշխատողի, քննիչի, դատախազի, դատավորի դեպքում։ Ինչու ուրեմն չենք հրաժարվում այդ ինստիտուտներից, ասելով դե քանի որ Հայաստանում խնամի ծանոթ բարեկամ կապեր ուժեղ են, եկեք դատավոր չունենանք, եկեք դատախազ չունենանք, եկեք քննիչ չունենանք, եկեք օպերատիվ աշխատող չունենանք։ Դեռ ավելին, արդարության եւ արդարադատության ոլորտում առկա խնդիրները եւ դրանց նկատմամբ մարդկանց վերաբերմունքը երբեմն այնպիսի տպավորություն են ստեղծում, թե ինչ որ այլ տեղերից այլ մարդիկ են եկել եւ մեր նկատմամբ անարդարություններ են գործում։ Այդպես չէ, այդ մարդիկ մեր մանկապարտեզի, դպրոցի, բուհի, աշխատավարձի, բակի, շենքի մարդիկ են, մեր կողքին ապրած եւ մեր կողքին ապրող։ Եվ եթե նրանց մի մասին վստահում ենք արդարությունն ու արդարադատությունը որպես օպեր աշխատողների, քննիչների, դատախազների եւ դատավորների, մյուս մասին էլ կարող ենք վստահել որպես երթվյալ ատենակալների։ Եվ այս պարագայում արդարադատությունը ինչպիսին էլ այն լինի, կտրված չի լինի ժողովրդից։ Ընդհակառակը, արդարադատությունը կլինի նույնքան կամ այնքան արդար, որքան արդար է ժողովուրդը։ Իսկ ժողովուրդը արդար է ավելի քան ցանկացած վարչապետ, ցանկացած նախարար, ցանկացած падգամավոր, ցանկացած դատավոր, ցանկացած դատախազ, ցանկացած քննիչ եւ ցանկացած ոստիկան։ Ազգային ժողովի մեծարգո նախագահ, նախագահի հարգելի տեղակալներ, ազգային ժողովի հարգելի падգամավորներ, կառավարության հարգելի անդամներ, հարգելի ներկաներ, սիրելի ժողովուրդ։ Վերադառնալով ապօրինի ձեռքբերված գույքի բռնագանձման համակարգին, պիտի արձանագրեմ, որ այն այլևս անշրջելի իրողություն է, ապօրինի գույքի բռնագանձման, պետական ու համայնքային շահերի պաշտպանության, քրեական գործերի քննության համակարգերում։ Իմ Facebook-յան էջի հատիկ առ հատիկ խորագրի նպատակը հենց այս գործընթացը ի ցույց դնելն է, որ այս գործընթացում կառավարության քաղաքական կամքը ոչ միայն չի պակասել, այլև կոնկրետ արդյունքներ է տվել։
Միլիարդավոր դրամների գույք այլևս վերադարձված է վերը հիշատակված իրավական կառուցակարգերով։ Վերադարձած գույքերի թվարկումը սկսել եմ եւ կշարունակեմ, որ հասանելի լինի բոլորին։ Բայց կարևոր եմ համարում ընդգծել, որ այսօր արդեն ավարտված քրեական վարույթներով, դատարաններում ավարտված քրեական գործերով, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման, պետական եւ համայնքային շահերի պաշտպանության հայցերով ու հաշտություններով, ինչպես նաև զինվորական դատախազության կողմից կիրառված դատախազական ներգործության միջոցներով Հայաստանի Հանրապետությանն է վերադարձվել շուրջ 210 միլիարդ դրամի գույք եւ դրամական միջոցներ։ Այսինքն այս 530 միլիոն դոլարի գույքերը եւ դրամական միջոցները արդեն իսկ վերադարձված են Հայաստանի Հանրապետությանը։ Կրկին ուզում եմ ընդգծել, որ ապօրինի գույքը տիրապետողների կողմից ցաքուցրիվ անելու ռիսկերը առավելագույնս կառավարվում են, որովհետև շուրջ 1.7 միլիարդ դոլարի գույք այսօր գտնվում է կալանքի կամ արգելանքի տակ։ Վերը նշված, վերադարձված եւ կալանքի տակ գտնվող գույքերը պատկանում են նախկին նախագահների, նախարարների, համայնքների ղեկավարների, քաղաքացիական եւ զինվորական բարձրաստիճան պաշտոնյաների եւ կամ նրանց ընտանիքի անդամների եւ կամ նրանց հետ փոխկապակցված անձանց։ Այդ գույքերը հատիկ առ հատիկ վերադարձվում են եւ վերադարձվելու են Հայաստանի Հանրապետությանը եւ նրա ժողովրդին։ Այս պահին ավելի քան 600 միլիարդ դրամի կամ 1.5 միլիարդ դոլարի ապօրինի ձեռքբերված գույքերի մասով գործեր են քննվում դատարաններում։ Բայց արդեն իսկ վերադարձված գույքերի թվում են Golden Palace Ծաղկաձոր հյուրանոցը, AOX-ի շենքը Երևանի ամենակենտրոնում, Նորատուսի ռադիոկենտրոնը, մի քանի միլիարդ դրամ արժողությամբ հողամասեր Երևանում եւ մարզերում։ Այս թեմային սակայն պետք է նայել նաև այլ դիտանկյունից։ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում Հայաստանի Հանրապետությունը 21.8% փայաբաժին ունի իմ տված խոստման համաձայն։ Այս փայաբաժինը ինքնին մի քանի 100 միլիոն դոլարի շուկայական արժեք ունի, մի քանի 100 միլիոն դոլարի։ Բայց սա ամբողջական պատմությունը չէ։ 2018-ից 2024 թվականների ընթացքում ԶՊՄԿ-ն ավելի քան կրկնապատկել է իր հարկերը նախորդող 7-ամյա շրջանի, այսինքն 2011-2017 թվականների հետ համեմատած։ Թալանի վերադարձը պոչով է լինում։ Բայց սա դեռ ամենը չէ։ 2024 թվականին ԶՊՄԿ-ն 33 միլիարդ 249 միլիոն դրամի շահաբաժին է վճարել պետական բյուջե։ Այսինքն միայն ԶՊՄԿ-ի շուրջ մեր համբերատար հետևողական գործողությունների արդյունքում, որը ընդ որում միանգամից տեղի չունեցավ, այլ տևեց 3 տարի։ Միայն ԶՊՄԿ-ի մասով մենք 1 միլիարդ դոլար գումար եւ գույք ենք վերադարձրել Հայաստանի Հանրապետության։ Միայն ԶՊՄԿ-ով 1 միլիարդ դոլար։ Ոչ ուղիղ իմաստով, բայց անուղղակիորեն այս թեմայի հետ կապ ունի նաեւ ամուսարի խնդրը բարեհաջող հանգուցալուծելը եւ Հայաստանի Հանրապետության 12.5% փայաբաժին ձեռք բերելը եւ ազդագիր համայնքներին տարեկան 7 միլիոն դոլար հավելյալ գումար վճարելու պարտավորության արձանագրումը։ Վիվասել ընկերության վաճառն ու կառավարության 20% փայաբաժին ձեռք բերելը։ Viva Armenia ընկերությունն էլ 2025 թվականին բացի վճարված հարկերից պետական բյուջե է վճարել 2 միլիարդ դրամ փայաբաժին։ Սիրելի ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության սիրելի քաղաքացիներ, թալանվածը, գողացվածը, ապօրինի կամ անարդար կերպով օտարվածը վերադարձնելու կառավարության կամքը ոչ միայն չի նվազել, այլև ահա պատրաստի ինստիտուտները, բանաձևերը, համակարգերը գործարկված են ապացուցելի եւ տեսանելի։ Բայց կարևոր է ընդգծել, որ այս ընթացքում ոչ միայն վնասված չէ Հայաստանի պետականությունն ու միջազգային հեղինակությունը, որը այս ողջ process-ի ընթացքում շատ մեծ ռիսկ էր, այլև ամեն ինչ արվել է լիարժեք օրինականորեն եւ անցնցում։ Միևնույն ժամանակ
մենք 100%-ով համատարիմ ենք մնացել 2018 թվականի ժողովրդական ոչ բռնի Թավշյա հեղափոխության ընթացքում տված մեր խոստումներին, չբեմադրելով վրեժխնդրության ու վենդետաների տեսարաններ, այլ ընդհակառակը հավատարիմ մնալով պետության կայացման ինստիտուցիոնալ ճանապարհին, որը թերևս ամենաբարդ, ամենադժվար, բայց միակ ճշմարիտ ճանապարհն է եւ շարունակելու ենք գնալ այդ ճանապարհով։ Այս թեմայով իմ ասելիքը ամփոփելով ուզում եմ հատուկ ընդգծել, սա շատ կարևոր է, որ վերը նշված ընկերությունների անունների հիշատակումը այդ համատեքստում վերաբերվում է նախորդող շրջանի գործընթացներին եւ այդ ընկերություններին իմ հիշատակած հայտնի գործընթացների արդյունքում համարում եմ կառավարության հուսալի եւ վստահելի գործընկեր եւ ուզում եմ շնորհակալություն հայտնել այդ ընկերությունների, խոսքը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի, Ամուլսարի, Viva Armenia ընկերության, մեր համասեփականատերերին արդյունավետ համագործակցության համար, որը մենք անշուշտ կշարունակենք ամենաազնիվ կերպով։ Հայաստանի Հանրապետության սիրելի քաղաքացիներ, այս ամենը լսելուց հետո հասկանալիորեն ձեր մոտ հարց պիտի առաջանա, բա ինչ են արվել, ինչի համար են օգտագործվել վերը հիշահատակված հավելյալ միլիարդները դոլարով եւ ավելի քան տրիլիոնը դրամով։ Շատ կարևոր հարց է եւ ես հիմա կետ առ կետ կձևակերպեմ այդ հարցի պատասխանը ամենակարևորագույն շեշտադրումներով։ 2018 թվականից ի վեր, խնդրում եմ թվերին ուշադրություն դարձրեք, 233 միլիարդ 800 միլիոն դրամ հատկացրել ենք թոշակների ավելացմանը։ Այսինքն 233 միլիարդ դրամ միայն հավելյալ տվել ենք կենսաթոշակների ավելացմանը։ 2018 թվականից ի վեր ավելի քան կրկնապատկել ենք նվազագույն թոշակը։ 5 անգամ կենսաթոշակները բարձրացնելու որոշում ենք կայացրել։ Միջին կենսաթոշակի չափը ավելացել է 22.3%-ով։ Այս ցուցանիշն իհարկե բավարար չէ։ Պետք է հարց ծագի, այս ինչ է, 233 միլիարդ հատկացրել եք եւ ընդամենը միջինը աճել է 22.3%-ով։ Այո, բայց պետք է հաշվի առնել, որ վեր նշված գումարը բաշխվել է անընդհատ ավելացող թոշակառուների միջև։ Իսկ 2018 թվականից մինչև այսպա մեր սիրելի թոշակառուների թիվը ավելացել է 125,000 դրամով։ Սա ընդգծում եմ ցույց տալու համար, որ մենք կենսաթոշակային հիմնադրամը հավելել ենք ահռելի ծավալով, բայց ահռելի ծավալով մեծացել է նաև կենսաթոշակառուների թիվը, որոնց միջև բաշխվել է նշված գումարը, որը անհատի մակարդակով երբեմն այնքան էլ շոշափելի չէ, որքան համախառն հիմնադրամի մակարդակում։ Նաև այս է պատճառը, որ մենք ներդրել ենք թոշակառուների կողմից անկանխիկ առևտրի դեպքում ետ վճարի համակարգ, որով շուրջ 290,000 կենսաթոշակառու ետ է ստացել շուրջ 19.9 միլիարդ դրամ, որից 18 միլիարդ դրամը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից։ Շարունակելով այդ հավելյալ միջոցների թվարկումը, 2018 թվականից ի վեր 61 միլիարդ լրացուցիչ դրամ է հատկացվել մինչև 2 տարեկան երեխաների խնամքի նպաստի ծրագրին։ Սա ես խոսում եմ այն բյուջետային, եթե բյուջետային ծրագրերը եղել են, այս թվերը նախկինում եղածի վրա ավելացածներն են միայն 18 թվականից հետո։ Իսկ սկզբանե 2 տարեկան, մինչև 2 տարեկան երեխայի խնամքի ծրագրի շահառու էին հանդիսանում միայն աշխատող մայրերը։ Այսինքն միայն աշխատող մայրերն էին մինչև 2 տարեկան երեխաների խնամքի նպաստ տանում։ 2018 թվականից հետո մենք նախ ծրագրի շահառու դարձրեցինք գյուղական վայրերում ապրող, բայց չաշխատող երիտասարդ մայրիկներին, ապա նաև քաղաքներում բնակվող եւ չաշխատող երիտասարդ մայրիկներին, այսինքն գործնականում բոլորին։
Արդյունքում 2018 թվականի համեմատ այս նպաստը ստացող երիտասարդ մայրիկների թիվը ավելացավ 4.6 անգամ, 12733-ից դառնալով 58796, այսինքն ավելանալով 46063 մարդով, իսկ նպաստի միջին չափը ավելի քան կրկնապատկվել է։ Հաջորդը 31.4 միլիարդ դրամ տրամադրվել է երրորդ եւ յուրաքանչյուր հաջորդ ծնված երեխաներին։ Այս ծրագիրը նախկինում գոյություն չի ունեցել եւ սկսել է գործել 2022 թվականի հունվարի 1-ից եւ 2024 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ 33825 երեխա պետությունից, պետական բյուջեից, այդ հավելյալ 4.2 միլիարդից 50000 ամսական դրամ աջակցություն է ստանում։ 5.4 միլիարդ դրամը բնակելի տների եւ բազմաբնակարան շենքերի էներգոարդյունավետ վերանորոգման պետական աջակցության ծրագրի շրջանակներում տրամադրել ենք 25000 քաղաքացիների, նրանց օգնելով էներգոարդյունավետ դարձնել իրենց բնակարանները եւ տները, հարմարեցնել հնարավոր բիզնես գործունեության համար։ Ծրագրի իրականացման եղանակը վարկերի տոկոսների սուբսիդավորումն է եւ այս 5.4 միլիարդը գնացել է այդ տոկոսների սուբսիդավորմանը։ 99 միլիարդ դրամը տրամադրել են 300 դպրոց ծրագրի իրականացման համար, որով դպրոցական ենթակառուցվածք կստեղծվի, կհիմնանորոգվի կամ կնորոգվի 63400 դպրոցականների համար։ 37 միլիարդ դրամը տրամադրվել է ուսուցիչների վարձատրությունը ավելացնելուն տարբեր ծրագրերով։ Ուսուցիչների աշխատավարձը բարձրացվել է 2019 թվականին համատարած, ապա գործողության մեջ է մտել կամավոր ատեստավորման ծրագիրը, ապա ԲՏՃՄ ուղղություններով եւ մինչեւ 100 երեխա ունեցող դպրոցների ուսուցիչների վարձատրության հավելումների ծրագիրը։ Արդյունքում 2018 թվականից ի վեր ուսուցիչների վարձատրության հիմնադրամը աճել է համախառն 37 միլիարդ դրամով, ինչը նշանակում է ուսուցիչների վարձատրության հիմնադրամի աճ 67%-ով եւ այսօր Հայաստանի Հանրապետությունում 597500 դրամ աշխատավարձ ստացող ուսուցիչ կա։ Հավելյալ 74.3 միլիարդ տրամադրվել է գիտության ֆինանսավորմանը։ Ընդ որում իրականացվել է գիտաշխատողների աշխատավարձի բարձրացում 105-ից 300%-ով։ 2018-2024 թվականներին նախորդող 7 տարիների համեմատությամբ գիտության ֆինանսավորումը Հայաստանի Հանրապետությունում ավելի քան կրկնապատկվել է։ Հավելյալ 31 միլիարդ դրամ տրամադրել ենք բանակի ծառայողների աշխատավարձերի բարձրացմանը եւ այսօր Հայաստանում 582,000 դրամ աշխատավարձ ստացող շարքային զինվորական կա։ 2018-ից 2024 թվականներին նախորդող 7 տարիների համեմատ հավելյալ 242 միլիարդ դրամ է տրամադրվել ճանապարհների կառուցման համար եւ նախորդող 7 տարիների համեմատությամբ կառուցվել, հիմնանորոգվել եւ նորոգվել է, ուշադրություն դարձրեք, 2000 կիլոմետր ճանապարհ։ Սա 2011-17-ի նկատմամբ հավելյալն է։ Այսինքն այդ նախորդող շրջանի նկատմամբ 576%-ով ավելի շատ ճանապարհ է նորոգվել, հիմնանորոգվել, կառուցվել։ Ընդ որում ոչ ֆինանսավորման, ոչ ճանապարհների կառուցման այս թվերում ներառված չեն վարկային միջոցներ, այսինքն հյուսիս-հարավ եւ այլ վարկերով կառուցվածքները ներառված չեն եւ դրանց ծախսմամբ իրականացված ճանապարհաշինարարական աշխատանքները ներառված չեն նաեւ սուբվենցիաներով իրականացված ճանապարհաշինարարական աշխատանքները։ Այսինքն առանց վարկերի եւ առանց սուբվենցիաների 2000 կիլոմետր հավելյալ ճանապարհ 2011-ից 2017-ի համեմատությամբ։
2018 թվականից հետո պետական բյուջեից որպես աջակցություն ավելի քան 100 միլիարդ դրամ է ծախսվել աշխատանքային լեզվով ասած լիզինգի, ինտենսիվ այգեգործության եւ անասնապահության աջակցության, գյուղմթերքի մթերման աջակցության ծրագրերով։ Այս ծրագրերի հիմնական մասը նախկինում գոյություն չի ունեցել Հայաստանում։ 2018 թվականից ի վեր 271 միլիարդ դրամ քաղաքացիներին է վերադարձվել եկամտային հարկի վերադարձի ծրագրով, որը ներառում է նաև հիպոթեկային վարկի դեպքում եկամտային հարկի վերադարձի ծրագիրը, որի շնորհիվ Հայաստանի շուրջ 41,000 ընտանիք նորակառույց շենքերում բնակարան ձեռք բերելու հնարավորություն է ստացել։ 2020 թվականի հուլիսի 1-ից ներդրվել է երեխա ունեցող ընտանիքներին բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագիրը եւ մինչեւ 2024 թվականի դեկտեմբերի 31-ը 12151 երիտասարդ ընտանիք 8.6 միլիարդ դրամի հավելյալ աջակցություն է ստացել։ 114 միլիարդ դրամ ներդրվել է մարզերում սուբվենցիոն ծրագրեր իրականացնելու համար։ Սա ուշադրություն դարձրեք միայն պետական բյուջեից հատկացված միջոցներն են։ 2018 թվականից ի վեր սուբվենցիաների ընդհանուր փաթեթը կազմել է 225 միլիարդ դրամ։ Հայաստանի մարզերում որևէ 7-ամյակում այսպիսի ներդրում ուղղակի չի եղել, երբեք չի եղել։ Այս ծրագրի մեջ է նաև 500 մանկապարտեզի թեման, որի համար պետական բյուջեից տրամադրվել է 23 միլիարդ դրամ, շուրջ 33,000 երեխաների համար մանկապարտեզ կառուցելու, վերակառուցելու, հիմնանորոգելու նպատակով։ Ընդ որում, մյուս կողմից էլ 2018-2024 թվականներին համայնքներին տրվող դոտացիաները նախորդող 7-ամյա ժամանակահատվածի համեմատ աճել են 159 միլիարդ դրամով կամ 57%-ով։ Հարգելի գործընկերներ, այս թվարկումը դեռ կարելի է երկար շարունակել, բայց ասվածը բավարար է ի ցույց դնելու համար, որ ոչ թե թալանվածը վերադարձված եւ բաշխված է ժողովրդին, այլ թալանվածը վերադարձնելու եւ ժողովրդին վերադարձնելու համակարգ է ստեղծված։ Եվ այո, մոտավորապես 2 տրիլիոն դրամ արդեն իսկ վերադարձված եւ բաշխված է ժողովրդին եւ կամ ներդրված է Հայաստանի ռազմավարական զարգացման մեջ։ Հարգելի ներկաներ, սիրելի ժողովուրդ, հատուկ ուզում եմ ընդգծել, որ վերը բերված բյուջետային հաշվարկների մեջ որևէ կերպ արտահայտված չեն անշարժ գույքի հարկի հաշվարկները։ Սա հատուկ եմ ընդգծում, որովհետև անշարժ գույքի հարկի բարեփոխումների այն ժամանակացույցը, որն ընդունել ենք, ոմանք փորձ են անում շահարկել իբրև պետական բյուջե լցնելու միջոց։ Բայց այս մեղադրանքը եթե սխալ է, միայն մասամբ, որովհետև այո, հարկը բյուջե լցնելու միջոց է, բայց անշարժ գույքի հարկը համայնքային բյուջե լցնելու եւ ոչ թե պետական բյուջե։ Կրկնում եմ, անշարժ գույքի հարկից ոչ մի լումա չի մտնում պետական բյուջե, այլ բացառապես համայնքային բյուջեներ եւ պետք է հպարտությամբ ընդգծեմ, որ 2024 թվականին 2017 թվականի համեմատ Հայաստանի Հանրապետության համայնքների բյուջեները եռապատկվել են։ Ընդ որում, ոչ միայն անշարժ գույքի հարկի հաշվին։ Օրինակ, տեղական վճարների տողով համայնքների բյուջեները աճել են շուրջ 276%-ով, 18 միլիարդ դրամով կամ այլ եկամուտներ տողով շուրջ 344%-ով կամ 8 միլիարդ 386 միլիոն դրամով։ Համայնքների բյուջեների էական աճ արձանագրվել է բոլոր տողերով։ Իսկ ինչ է տեղի ունեցել անշարժ գույքի հարկի հետ։ Այո, ավելի քան կրկնապատկվել են անշարժ գույքի հարկից եկամուտները մտնելով համայնքային բյուջեներ։ Վերադառնալով անշարժ գույքի այդքան քննարկված եւ քննադատված հարկի նոր դրույքաչափերին, պիտի ընդգծեմ, որ իրականացված փոփոխությունները հիմնականում ծանրացել են 100 միլիոն դրամ եւ ավելի արժեք ունեցող, այսինքն միջինից էականորեն բարձր գին ունեցող գույքերի վրա։ Խնդրում եմ, այն ինչ որ հիմա կասեմ, հատուկ ուշադրություն դարձրեք։ Մեր երկրում 100 միլիոն դրամ եւ ավելի արժեք ունեցող գույքերը
ընդհանուր գույքերի մեջ, բոլոր գույքերի մեջ 100 միլիոն եւ ավելի դրամ արժեք ունեցող 0.62%-ն են։ Պատկերացրեք, մեր երկրում եղած գույքերի 0.62%-ն է, որոնց արժեքը 100 միլիոն դրամ եւ ավելի է։ Բայց այդ 0.62%-ը մեր կատարած բարեփոխումների արդյունքում վճարում է անշարժ գույքի հարկի 42.7%-ը։ 0.62%-ը վճարում է 42.7%-ը։ Հիմա աղմուկը իմացաք որտեղից է։ Ուշադրություն դարձրեք, հանրապետության անշարժ գույքերի 0.62%-ը վճարում է անշարժ գույքի հարկի 42.7%-ը։ Ասել է, թե անշարժ գույքի հարկի համակարգի մեր իրականացրած բարեփոխումները առնվազն մի էական մասով նույնպես տեղավորվում են թալանածը վերադարձնելու տրամաբանության մեջ, որովհետև հարկերի ծանրակշիռ մասը վճարում են հարուստները, այդ թվում ապօրինի կերպով հարուստ դարձածները։ Ապա եւ չմոռանանք, թե ինչ տեղի ունեցավ, եւ երբ 2019 թվականին մենք որոշում կայացրեցինք եռաչափ 23, 28 եւ 36% եկամտային հարկը հարթեցնելու եւ համընդհանուր 20% եկամտային հարկ սահմանելու վերաբերյալ։ Այդ ժամանակ այսօր դահլիճում ազգային ժողովի ընդդիմադիր հատվածում տեղ ունեցող բազմաթիվ ընդդիմադիրներ մեզ մեղադրում էին սոցիալական արդարության սկզբունքը խախտելու եւ հարուստներին աջակցելու մեջ, ինչին ի պատասխան մենք ասում ենք, որ հարստության լավագույն չափանիշը ոչ թե աշխատավարձն է, այլ անշարժ գույքը, եւ անշարժ գույքի հարկով մենք կկարողանանք կարգավորել առաջադրվող խնդիրը, ինչը ահա փաստացի իմ ասած վիճակագրությամբ ցույց տվեց, որ այդ բարեփոխումը ուղիղ 10-ին է խփել։ Շատ կարևորում եմ, որ մեր սիրելի հայրենակիցները այս նրբությունը տարբերակեն։ Անշարժ գույքի հարկերը մտնում են բացառապես համայնքային բյուջեներ, իսկ համայնքային բյուջեները պետք է ծախսվեն բացառապես քաղաքացու բակի, փողոցի, անմիջական միջավայրի բարեկարգման վրա։ Այսինքն անշարժ գույքի հարկը առավել ևս այն դեպքն է, երբ ասում են, որ այդ հարկը քաղաքացիները իրենց են վճարում աջ գրպանից ձախ գրպան տեղափոխելով։ Եվ այդ գումարները ծախսելու մասին որոշումները կայացնում են իրենց ընտրած ավագանիները, որը քաղաքացիներին ամենամոտ գտնվող ինստիտուտն ու մարմինն է։ Բայց սա դեռ ամբողջը չէ։ Մեկնարկել է ամեն տարվա հետ ընդլայնվելու է համայնքների մասնակցային բյուջետավորման ծրագիրը, երբ քաղաքացիները ուղիղ կերպով կարող են որոշել, թե համայնքի համար որ նախագծերն են առաջնահերթ։ Քաղաքացիները կարող են առաջ քաշել սեփական գաղափարներ իրենց համայնքներում, իրենց կյանքը ավելի լավը դարձնելու համար եւ որոշում կայացնել այդ ծրագիրը ֆինանսավորելու եւ իրականացնելու մասին։ Մասնակցային բյուջետավորման այս համակարգը դեռևս ֆինանսավորվում է պետական բյուջեից եւ 2024 թվականի 4 համայնքների համար նախատեսված 500 միլիոնի փոխարեն 2025 թվականի պետական բյուջեից այդ նպատակով հատկացվել է 1 միլիարդ դրամ 21 համայնքների համար։ Եվ այս ամենը գործնական արտահայտումն են այն բանի, որ պետական եւ համայնքային բյուջեներին վճարումներ անելով քաղաքացին կրկին ինքը իրեն բացառապես ինքը իրեն է վճարում եւ հենց այս ընկալումով է անցնում պետության եւ ապապետության միջև սահմանը։ Այսինքն պետության եւ ապապետության միջև սահմանը անցնում է քաղաքացու համայնքին կամ պետական բյուջեին վճարած հարկի նկատմամբ ունեցած վերաբերմունքով։ Այդ վերաբերմունքն է ցույց տալիս, թե ինչա պետական մտածողություն, թե ինչա ապապետական մտածողություն։ Ընդհանրապես Հայաստանում կառավարության հասցեին եւ ոչ միայն հիմա մի մեղադրանք կա, որի մասին քիչ առաջ ակնարկեցի, որը աբսուրդ է իր էությամբ, աբսուրդների աբսուրդը, կառավարությանը մեղադրել պետական կամ համայնքային բյուջեները լցնելու մեջ։ Նշանակում է լավ չպատկերացնել յուրաքանչյուր քաղաքացու բարեկեցության աղբյուրը եւ բանաձևը։
նշանակում է կառավարությանը մեղադրել բյուջեն լցնելու ուղղությամբ ջան գործադրելու մեջ, նշանակում է կառավարությանը մեղադրել քաղաքացու համար բարեկեցություն կառուցելու մեջ։ Ասել եմ եւ կրկին ասում եմ, Հայաստանի Հանրապետության ոչ մի ընտանիք, ոչ մի իր բարեկեցության համար ավելի մեծ ծախս չի անում, չի կարող անել պարզապես, քան դա անում են տեղական եւ համայնքային բյուջեները։ Եվ պետական ու համայնքային բյուջեների մեծությունն ու չափն են արտահայտում յուրաքանչյուր քաղաքացու, բառից բուն իմաստով յուրաքանչյուր քաղաքացու բարեկեցության աստիճանը։ Բյուջեով է որոշվում, ասա երկրի բյուջեն ինչքան է, ասեմ ոնց ես ապրում դու, ասա համայնքային բյուջեն ինչքան է, ասեմ ոնց ես ապրում դու։ Քաղաքացու լավ կամ վատ ապրելու չափանիշը ոչ միայն այն է, թե որքան է ինքը անձամբ վաստակում, այլև այն, թե որքան է ինքը անձամբ հակ վճարում պետական եւ համայնքային բյուջե։ Որովհետև հնարավոր չէ լավ ապրել ցեխակոլոր ճանապարհներ, մութ ու խավար փողոցներ ունեցող, ծառից ու ծաղկից զուրկ, զբոսայգի ու պուրակ չունեցող, խմելու եւ ոռոգման ջրի համակարգեր, կոյուղի չունեցող բնակավայր։ Հնարավոր չի տեղ լավ ապրել։ Իսկ այդպիսի բնակավայրերը, այսպիսի իրավիճակ ունեցող թաղամասերը Երևանում, Գյումրիում, Վանաձորում, այն խոշոր քաղաքներում հազարավոր են, հազարավոր։ Կապ չունի շաբաթը քանի անգամ ես մսով ճաշ ուտում։ Եթե ապրում ես այդպիսի ամբարիկարգ միջավայրում, ուրեմն աղքատ ես։ Ուզում ես օրը 6 անգամ մսով ճաշ կեր։ Եթե տեղ ես այդ միջավայրում ես ապրում, ուրեմն աղքատ ես։ Ուրեմն բարեկեցությունը քեզնից հեռու է այնքան, ինչքան Պլուտոնը արևից։ Կարելի է շաբաթը ոչ մի անգամ մսով ճաշ չուտել ու լինել շատ ավելի բարեկեցիկ համայնքում ունենալով կամ թաղամասում, լավ դպրոց, մանկապարտեզ, բարեկարգված փողոց ու զբոսայգի, բարեկարգ ու լուսավոր փողոց եւ այլն եւ այսպես շարունակ։ Ինչ խոսք, մարդը չի կարող ապրել առանց հացի եւ առանց հացի հնարավոր չի ապրել, հացի կարևորությունը ոչ ոք չի կարող թերագնահատել։ Իսկ կան արդյոք Հայաստանում ընտանիքներ, ովքեր հաց չունեն հենց հիմա, հենց այսօր։ Ցավոք կան։ Ինչ անենք ուրեմն։ Միթե մենք կարող ենք անտարբեր լինել այդ մարդկանց նկատմամբ։ Չենք կարող։ Եկեք ուրեմն գնանք եւ հաց տանք նրանց։ Այսօր տվեցինք հացը։ Տանք այսօր հացը։ Վաղը գնանք տեսնենք, թե ինչա փոխվել նրանց կյանքում։ Կտեսնենք մի բան, որ վաղը նույնպես նրանք չունեն այդ հացը։ Մենք վաղն էլ չենք կարող անտարբեր լինել։ Վաղը եկեք նորից տանենք հաց տանք նրանց։ Երրորդ օրը եկեք գնանք տեսնենք, ինչ փոխվեց նրանց կյանքում։ Կտեսնենք, որ նրանք կրկին հաց չունեն։ Երրորդ օրը նույնպես չենք կարող անտարբեր լինել նրանց վիճակի նկատմամբ։ Երրորդ օրը նույնպես տանենք հաց տանք։ Չորրորդ օրը գնանք տեսնենք, թե ինչ վիճակում են նրանք։ Կտեսնենք, որ նրանք էլի հաց չունեն։ Նույնը կկրկնվի 5-րդ օրը, 6-րդ օրը, առաջին ամիսը, 6-րդ ամիսը, առաջին տարին, 6-րդ տարին, 10-րդ տարին, եւ սա երևում է նաեւ պաշտոնական վիճակագրության։ Ավելի քան 10,000 ընտանիք Հայաստանում 10 եւ ավելի տարի անապահովության նպաստ են ստանում Հայաստանում։ Շատ լավ, հաջորդ հարցը, բայց այդ հացի համար ով է վճարում։ Բա այն չենք ուզում, հարկ չենք, այնտեղ չենք ուզում հարկ տանք, այնտեղ չենք ուզում հարկ տանք, այնտեղ չենք ուզում հարկ տանք, չենք ուզում։ Ով է վճարում այդ հացը։ Շատ լավ, մի տեղից տալիս ենք։ 10 տարի լավ թե վատ այդ մարդկանց ինչ որ հաց ենք հասցրել եւ ինչ ենք փոխել այդ մարդկանց կյանքում։ Ընդամենը մի բան, մենք ընդամենը 10 տարի նվաստացրել ենք այդ մարդկանց, իրենց դարձրել ենք կախյալ եւ աղքատությունը նրանց համար պետական մակարդակով դարձրել ենք մտածողություն, ապրելակերպ, հոգեբանություն եւ նրանց երեխաներին դատապարտել ենք աղքատ լինելու ճակատագրին։ Եվ ես հպարտ եմ, որ քաղաքական կամք է ցուցաբերել այս կառավարությունը եւ այս քաղաքական մեծամասնությունը անապահովության գնահատման եւ աղքատության համակարգ
նոր համակարգ ներդնելով, երբ մենք մարդուն այո հայց տալիս ենք, բայց միայն այնքան ժամանակ, երբ համոզվում ենք, որ նա բավարար ջանք է գործադրում եւ մենք էլ բավարար ջանք ենք գործադրում, որ նա սեփական հացը վաստակելու հնարավորություն, կարողություն, գիտելիք, կրթություն եւ հմտություն ունենա։ Իսկ երբ կրթության եւ աշխատանքի միջոցով այդ ջանքերը գործադրում է մարդը, մեր տված հացի կարիքը չի ունենում, այլ միջավայրի, բարեկարգ բնակավայրի, փողոցի, բակի իր վաստակած թեկուզ քիչ հացով բարեկեցիկ կյանք վարելու հնարավորություն է ակնկալում մեզնից։ Սա է մեր քաղաքականությունը եւ մեր ռազմավարությունը, եւ սա ճիշտ ռազմավարություն է եւ արժանապատիվ ռազմավարություն է։ Ազգային ժողովի մեծարգո նախագահ, նախագահի հարգելի տեղականներ, ազգային ժողովի հարգելի պատգամավորներ, կառավարության հարգելի անդամներ, հարգելի ներկաներ, սիրելի ժողովուրդ։ Բազմիցս նշել եմ, հիմա էլ ուզում եմ վերահաստատել, որ անվտանգությունը մարդու բարեկեցության առանցքային գործոններից է, հացին առնվազն հավասար։ Ռազմավարական առումով անվտանգության ապահովման միակ հուսալի երաշխիքը խաղաղությունն է եւ ուրախ եմ արձանագրել, որ ինչպես գիտեք, Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության եւ միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի նախագիծը համաձայնեցված է, նախագծի համաձայնեցման շուրջ բանակցությունները ավարտված։ Սա նշանակում է, որ մենք մտել ենք համաձայնագրի ստորագրման շուրջ քննարկումների փուլ եւ հայտարարել եմ, որ պատրաստ եմ Հայաստանի ժողովրդի անունից իմ ստորագրությունը դնել համաձայնագրի տակ։ Ադրբեջանը համաձայնագրի ստորագրումը պաշտոնական մակարդակով կապում է երկու հարցի հետ։ Դրանցից առաջինը ԵԱԿ Մինսկի խմբի կառույցների լուծարումն է։ Բազմիցս ասել եմ, որ դա հասկանալի օրակարգ է Հայաստանի Հանրապետության համար։ Եթե մենք փակում ենք ԼՂ հակամարտության էջը, իսկ մենք դա անում ենք, ինչ իմաստ ունի հակամարտությամբ զբաղվող կառույցի գոյությունը։ Բայց ԵԱԿ Մինսկի խումբը առնվազն դե ֆակտո ունի ավելի լայն համատեքստ եւ մենք ուզում ենք համոզված լինել, որ Ադրբեջանը Մինսկի խմբի լուծարումը չի դիտարկում որպես Հայաստան-Ադրբեջան հակամարտությունը Ադրբեջանի տարածքում փակելուն եւ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք տեղափոխելուն ուղղված քայլ։ Փարատելու համար այս մտահոգությունը մենք Ադրբեջանին առաջարկում ենք խաղաղության համաձայնագիրը եւ Մինսկի խմբի կառույցները լուծարելու մասին ԵԱԿ-ին ուղղված համատեղ դիմումը ստորագրել միաժամանակ։ Այսինքն սեղանին դնել խաղաղության համաձայնագիրը եւ ԵԱԿ Մինսկի խմբի կառույցները լուծարելու մասին համատեղ դիմումը եւ նույն տեղում, նույն պահին ստորագրել թե առաջինը եւ թե երկրորդը։ Սա ընդ որում պաշտոնական առաջարկություն է։ Հաջորդ հարցը, որ առաջ է քաշում Ադրբեջանը խաղաղության համաձայնագրի ստորագրման համատեքստում, իր այդ պնդումն է, թե Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը տարածքային պահանջներ է պարունակում Ադրբեջանի նկատմամբ։ Կարծում եմ, այս հարցադրման նկատմամբ ճիշտ դիրքավորվելու համար մենք նախ պետք է փորձենք ելնել այն կանխավարկածից, որ այս հարցն Ադրբեջանն առաջ է քաշում որպես անկեղծ մտահոգություն եւ ոչ թե որպես խաղաղության համաձայնագիրը չստորագրելու պատրվակ, ինչպես մտածում են մի շարք փորձագետներ։ Մենք ինքներս էլ անկեղծ պետք է հասկանանք խնդրի էությունը, քաղաքական եւ իրավական բովանդակությունը։ Եվ հետեւաբար պիտի արձանագրենք, որ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության տեքստի պաշտոնական մեկնաբանություն տալ կարող է միայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանը, այսինքն Սահմանադրական դատարանն է այն մարմինը, որ կարող է պաշտոնապես ասել, ինչ է պարունակում եւ ինչ չի պարունակում Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը։ Մեր Սահմանադրական դատարանը 2024 թվականի սեպտեմբերին քննության է առել Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման եւ սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի եւ Ադրբեջանի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության միջև սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության կանոնակարգը եւ արձանագրել, որ կանոնակարգը, որտեղ Ալմա-Աթայի հռչակագիրը արձանագրված է որպես երկու երկրների միջև սահմանազատման բազային սկզբունք, համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը։
Սա նշանակում է, որ մեզ համադրական դատարանն արձանագրել է, որ Ալմաթայի հռչակագրի այն սկզբունքը, համաձայն որի անկախ Հայաստանի տարածքը նույնական է խորհրդային Հայաստանի տարածքի հետ, իսկ անկախ Ադրբեջանի տարածքը նույնական է խորհրդային Ադրբեջանի տարածքի հետ, եւ ինչի հիման վրա կողմերը 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում համաձայնել են կարգավորել հարաբերությունները, ահա այս արձանագրումը լիարժեք համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը։ Եվ հետևաբար Հայաստանի Սահմանադրությունը մեկնաբանելու իրավասություն ունեցող մարմինը անպեկանելի որոշմամբ սահմանել է, որ Հայաստանի Սահմանադրության մեջ Ադրբեջանին կամ որևէ այլ երկրի ուղղված տարածքային պահանջներ չկան։ Սա, կրկնում եմ, բարձրագույն իրավաբանական ուժ ունեցող եւ բեկամման ոչ ենթակա որոշում է։ Բայց մյուս կողմից, ինչպես առիթ ունեցել եմ ասելու, մենք ինքներս Ադրբեջանի Հանրապետության Սահմանադրության մեջ տեսնում ենք տարածքային պահանջներ Հայաստանի Հանրապետության նկատմամբ։ Բայց մենք այդ հարցը չենք բարձրացնում, որովհետև Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության եւ միջպետական հարաբերություններ հաստատելու մասին համաձայնագրի նախագծում կան անհրաժեշտ ձևակերպումներ, որոնք լուծում են խնդիրը արձանագրելով, որ կողմերը միմյանցից տարածքային պահանջներ չունեն եւ պարտավորվում են ապագայում եւս նման պահանջներ առաջ չքաշել, այն ըմբռնմամբ, որ երկու երկրները միմյանց տարածքային ամբողջականությունները ճանաչում են խորհրդային հանրապետությունների տարածքով, ինչպես նշված է Ալմաթայի հռչակագրում։ Ահա ուրեմն, եթե ընդունենք, որ մեր սահմանադրության հետ կապված Ադրբեջանի դիրքորոշումը ոչ թե պատրվակ է, այլ անկեղծ մտահոգություն, այդ մտահոգությունը փարատելու ամենաարդյունավետ միջոցը ոչ թե համաձայնագիրը չստորագրելն է, այլ այն ստորագրելը։ Ինչու՞։ Որովհետև մեր օրենսդրությամբ կառավարությունը պարտավոր է խաղաղության համաձայնագրի տեքստ ուղարկել սահմանադրական դատարան դրա համապատասխանությունը սահմանադրության հետ, մեր սահմանադրության հետ ստուգելու համար։ Չնայած փորձագետները 2025 թվականի Սահմանադրական դատարանի որոշումից հետո սեպտեմբերի իմ հիշատակած նման հավանականությունը մեծ չեն համարում, բայց եթե Սահմանադրական դատարանը որոշի, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի տեքստը չի համապատասխանում Հայաստանի Սահմանադրությանը, այդ ժամանակ Հայաստանի Հանրապետությունը կունենա կոնկրետ իրավիճակ եւ անհրաժեշտություն կատարելու ընտրություն խաղաղության եւ հակամարտության միջև։ Բայց եթե Հայաստանի Սահմանադրական դատարանը որոշի, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի տեքստը համապատասխանում է ՀՀ սահմանադրությանը, այդ պարագայում համաձայնագիր ազգային ժողովում վավերացնելու ոչ մի խոչընդոտ չի լինի եւ խորհրդարանում վավերացնելուց հետո կգործի Հայաստանի Սահմանադրության 5-րդ հոդվածի 3-րդ կետը, որտեղ ասվում է. մեջբերում եմ. Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերի եւ օրենքների նորմերի միջև հակասության դեպքում կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը։ Մեջբերման ավարտ։ Սա նշանակում է, որ խաղաղության համաձայնագիրը Հայաստանում, ինչպես նաեւ Ադրբեջանում վավերացվելուց հետո կստանա բարձրագույն իրավաբանական ուժ եւ հետեւաբար խաղաղության համաձայնագրի հարցում իր ընթացիկ դիրքորոշմամբ Ադրբեջանը խոչընդոտում է իր իսկ կողմից առաջ քաշած խնդիրների հանգուցալուծմանը եւ սա է, որ շատ փորձագետների հիմք է տալիս ասել, որ Ադրբեջանը պարզապես մտածածին պատրվակներով ձգձգում է խաղաղության համաձայնագրի ստորագրումը։ Սխալ չընկալվելու համար դարձյալ ընդգծեմ. ցանկացած մեկնաբանության դեպքում Ադրբեջանի բարձրացրած հարցերի հասցեագրման ճանապարհը ոչ թե խաղաղության համաձայնագրի չստորագրումն է, այլ ստորագրումը։ Ու քանի որ նմանատիպ հարցադրումներ մենք նույնպես ունենք, նույնը վերաբերելի է նաև Հայաստանի Հանրապետությանը։ Հարգելի ներկաներ, սիրելի ժողովուրդ, ի հեճուկս բոլոր դժվարությունների ու բարդությունների կառավարությունը եւ անձամբ ես չենք շեղվելու խաղաղության օրակարգից։ Ակնհայտ է, որ թե Հայաստանում, թե Հայաստանից դուրս գտնվող որոշ ուժեր պատերազմի ամենօրյա քարոզչություն են իրականացնում եւ դա կյանքի կոչելուն ուղղված կոնկրետ գործողությունների դիմում։ Այդ գործողությունների շարքում առանձնանում է Ադրբեջանի պատերազմական խոսույթը, խոսույթին զուգահեռ գործողությունները, որոնք արտահայտվում են
Հայաստանին հրադադարի ռեժիմի խախտումների կեղծ մեղադրանքներով եւ Ադրբեջանի զինված ուժերի կողմից հրադադարի ռեժիմի հաճախակի խախտումներով, եթե չասենք ամենօրյա։ Այդ խախտումները հիմնականում կրում են չթիրախավորված բնույթ, չնայած վերջին 1 ամսվա ընթացքում Սյունիքի մարզի Խնածախ գյուղի թիրախավորման 2 կոնկրետ դեպք է արձանագրվել։ Բայց չթիրախավորված կրակոցներն այս ընթացքում լսվել են մեր հանրապետության մի քանի բնակավայրերում։ Նշանալ կրակոցները կամ Ադրբեջանի զինված ուժերում անկարգապահության հետևանք են կամ նշված բնակավայրերի բնակչության նկատմամբ հոգեբանական ճնշում գործադրելու նպատակ ունեն։ Հայաստանի Հանրապետությունը Ադրբեջանին կոչ է անում հետաքննել նշված դեպքերը եւ ձեռնարկել դրանք դադարեցնելուն ուղղված միջոցառումներ։ Ինքս վերահաստատում եմ, որ Հայաստանի բանակին տվել եմ հրադադարի ռեժիմը չխախտելու հստակ հրահանգ եւ Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է քննել մեր բանակի կողմից հրադադարի ռեժիմի խախտման մասին տեղեկությունները։ Միևնույն ժամանակ կրկին Ադրբեջանին առաջարկում եմ սահմանային միջադեպերի, այդ թվում հրադադարի ռեժիմի խախտումների հետաքննության համատեղ մեխանիզմ ստեղծել, որը կգործի ամենօրյա ռեժիմով։ Այս համատեքստում հարկ եմ համարում անդրադառնալ բոլոր այն խոսույթներին, որոնք կանխատեսում են Հայաստան-Ադրբեջան նոր սրացում եւ անգամ նոր պատերազմ։ Պատերազմի որևէ հիմնավորում չկա։ Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, միջազգայինորեն ճանաչված սահմանների անխախտելիությունը, ուժի եւ ուժի սպառնալիքի կիրառման անթույլատրելիությունը։ Հիմնվելով այս իրողությունների վրա, Հայաստանում եւ Ադրբեջանում գործող բոլոր ուժերին եւ անհատներին կոչ եմ անում լինել ծայրահեղ պատասխանատու, չանել հայտարարություններ, որոնք ուղղակի կամ անուղղակի հակասում են նշված տրամաբանությանը, կասկածի տակ չդնել այս տրամաբանությունը։ Դա որևէ հեռանկար չունի։ Հայաստանի եւ Ադրբեջանի ժողովուրդները արժանի են խաղաղության եւ խաղաղ համակեցության։ Պատերազմ չի լինելու է խաղաղություն։ Շնորհակալություն ուշադրության համար, այժմ պատրաստ եմ պատասխանել ձեր բոլոր հարցերին։ Անվարչապետ, մենք էլ ենք շատ շնորհակալ, բայց ընդմիջումից հետո երևի հարցերի համար գրանցում կիրականացնենք։ Հիմա ընդմիջում մինչև ժամը 12:00։